Մարիա հեռուստասերիալում Դավիթը նորից գալիս է Ռուբենի տուն, այս անգամ վճռական ու շատ կարևոր խնդրանքով։ Նա խոսում է Նոնայի հետ հորդորելով նրան, որ ինքն է այն միակ մարդը, ով կարող է օգնել Մարիային, վերջապես համարձակվել եւ գնալ իր մոր Օֆայի մոտ։ Դավիթը համոզված է, եթե Նոնան խնդրի, Մարիան չի մերժի։ Սկզբում Նոնան շատ կտրուկ ու նույնիսկ վիրավորված է արձագանքում, լսելով, որ իրենից նման բան են ակնկալում, սակայն այս զրույցը ստիպում է նրան վերանայել իր վերաբերմունքը։ Նոնան գիտակցում է, որ եթե իր համար իսկապես կարևոր է Մարիայի երջանկությունն ու հոգեկան խաղաղությունը, ապա պետք է մի կողմ դնի անձնական ցավն ու անցյալը։ Նա խոսում է Մարիայի հետ ու մի փոքր կասկածանքով, բայց նաև ազնիվ հոգատարությամբ ասում է, որ չի ուզում խանգարել Մարիայի ու Օֆայի հարաբերությունների զարգացմանը, եւ եթե Մարիան զգում է ճիշտ կլինի գնալ, ապա պետք է գնա։ Այս ընթացքում Ռուբենը հետաքրքրվում է Սոֆիայի գործով։ Մարիան նրան ասում է, որ գործն ամենայն հավանականությամբ կփակվի, քանի որ Սոֆիան հրաժարվել է շարունակել այն արտաքին սպանելու պատճառով։ Ռուբենը զարմանում է, հասկանալով, որ իր շուրջը ամեն ինչ ավելի վտանգավոր ու խառն է, քան պատկերացնում էր։ Միաժամանակ Լիլիթը տեղեկացնում է Ռաֆին, որ Աշոտը իրենց հայրը ծանր վիճակում հիվանդանոցում է։ Ռաֆը շտապում է հիվանդանոց միանալու մորը, քրոջը եւ Ռուբենին։ Այստեղ մթնոլորտը լարված է։ Ամեն մեկը լուռ ապրում է իր ցավը։ Ալլան փորձում է խոսել որդու հետ ու հիշեցնում է Մարիային, սակայն Ռաֆի պատասխանը սառեցնում է նրան։ Ռաֆը առանց երկմտելու ասում է, որ Մարիան իր թշնամին է, իսկ բոլոր թշնամիների հարցերն ինքը արդեն լուծել է։ Նա չի նշում արտակի անունը, բայց Ալլան հասկանում է, որ որդու խոսքերը կոնկրետ ինչ-որ մեկի մասին են։ Նա շփոթված փորձում է հասկանալ, արդյոք Ռաֆը ինչ-որ հանցագործություն է արել։ Քիչ անց Ռաֆը մտնում է վերակենդանացման բաժանմունք տեսնելու հորը։ Աշոտը ծանր վիճակում լինելով հանդերձ, ասում է, որ իրեն գերեզման կտանի իր հանցագործություններով։ Աշոտը խոստովանում է, որ գիտի Ռաֆի բոլոր քայլերը եւ դրանք քիչ չեն։ Բայց հենց այս խոսքերից հետո նրա վիճակը կտրուկ վատանում է։ Սիրտը կանգ է առնում, Ռաֆն էլ խուճապահար դուրս է վազում կանչում բժիշկներին։ Հարգելի հետևորդներ, արդյոք Աշոտը ողջ կմնա եւ կբացահայտի որդու կատարած հանցագործությունները, թե կմահանա եւ Ռաֆը կրկին կմնա անպատիժ, իսկ նրա փոխարեն կպատժվի անմեղ Դավիթը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք այս ալիքին, բաց չթողնելու համար սերիալի թեր զարգացումները։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Ունեն ասելի հո անտեր չէ։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ Ինչ ասենք։ Որ կամարիկը ընկեր ունի։ Եվ ով է այդ ընկերը։ Դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորիս համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղեք, չեմ կամ տեղի։ Դու լավ ես։ Կարայինք չեմ ընքի մորնակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մի խոսքով։ Բերիսավ։ Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանումը էլի։ Անիմաս գովազդն եմ անում։ Չէ՞ սուր։ Նեժնին նստես սպասում եւ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բանը ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас. С тобой у нас. Բա, այս տաղանդա մեր Էլենչոն։
Սուրենը կռիվ անում, թե ուրա թամի, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք story անում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 ես դեռ ուրան TV-ում եմ։ Դեռ նկարահանմանը մեզ բայրությամբ պետք է ասցեն նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից եւ վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգին ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ էլ մի 4 մեշակ փողա պետք, ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարան չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ից երեկը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ քանը։ Նորմալ։ Իսկ Մարիա ջան, էս արդարա, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսենց պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Այդ ինչ ձև է։ Ժողովուրդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for love drinking. Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կյանք կարող է։ Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով Ես կասեի սիրով։ Սիրով, էկրանից են կողմ սիրով սիրելի հեռուստադիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հա, ինք շատ լավ մամա է։ Ես են դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։ Նկարահանման ենք, այս